Ես շատ լավ հիշում եմ, որ ձեր օրոք Թուրքիան վախեցել է հայից։ Շատ լավ հիշում եմ, որ ձեր օրոք Թուրքիան Ադրբեջանը հայից վախեցել է, իսկ ռուսը հարգել է հային։ Հետագայում ուզում եմ իմանամ նույն կերպա լինելու։ Անպայման։ Նայեք, երևի Թուրքիայի մասին չխոսքը, Ադրբեջանի մասին է երևի խոսքը, այն ժամանակ Թուրքիան նույնիսկ այդքան շատ չէր խառնվում։ Շատ պարզ ասեմ, իրենց չէին նույնացնում Ադրբեջանի հետ։ Իրենք հետո, հենց այս 44 օրյա պատերազմի ժամանակ սենց լավ խառնվեցին, Ադրբեջանը չէր համարձակվում։ Եվ ես չեմ ուզում հիմա այս խաղաղության օրակարգի շրջանակներում վախել բառը օգտագործել, բայց հարգելը միանշանակ այդ հարգելը լինելով են։ Հիմա հարգելու ու վախելը մի քիչ իրար մոտիկ են, չէ՞։ Մի քիչ իրար մոտիկ են։ Երբեք մենք այդ հնարավորությունը չեք տալու իրենց մտածել, որ կարող են մեզ նույն օրը գցեն, որը գցել էին 44 օրյա պատերազմի ժամանակ։ Երբեք դա դուր չենք տալու։ Որովհետև դուք կաք ու միշտ կլինեք։ Ու միշտ կլինեք։ Ես պատերազմը սկսել են իրենք։ Հիմնական պատճառը պատերազմ սկսելու հետևյալն է։ Աչքը կերելա։ Աչքը կերելա։ Ուղղակի։ Որովհետև նայեց ինչ էր անում Հայաստանը։ Հայաստանում ինչ էին։ Առաջինը հասարակությունը պարակտեցին, հին, նոր, հարուստ, աղքատ եւ այլ։ Երկրորդը բանակում ինչքան մենք փորձառու գեներալ գնդապետ ունեինք, սարին հեռացրին բանակից։ Չէին վստահ։ Ուղղակի ոչ մեկս չենք հիշում, որ Հայաստանը նահանջի կամ ինչ-որ։ Հետո ինչ արեց։ Ռուսների հետ հարաբերությունները փչացրեց։ Հիմա Ալիևն նայում ասում է, սա, հա, բանակցային գործընթացն ավիրեց, ձախողեց։ Ասեց ես զրոյական կետից եմ սկսում։ Ուրեմն 3 հսկապետություն 25 տարի բանակցել են, ինչ որ մի կետ են հասցրել։ Մի հոգի գալիս է, այս փոքր Հայաստանում ասում է դուք ով եք։ Հարիվներ։ Ես իմ զրոյական կետից եմ սկսում։ Ուրեմն այդ 25 տարվա գործը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, այսպես բանը ոնց որ զիբիլանոց գցի։ Ու իդեալական պայմաններ էին ստեղծել Ալիևի համար։ Ալիևը գցեց բռնեց, ասեց դաշնակցի հետ հարաբերությունները փչացրել են, ներսում պարակտված են, բանակը թույլատրել են, այս Ամերիկա, Ֆրանսիա բանման ձեն չեն հանելու։ Որտե բանակցային գործընթացը ձախողել են։ Պատերազմը սկսելու պատճառը սա է, չէր սկսի։ Ինքն էլ եկել է ասել է զորական կետից եմ սկսում։ Հիմա զորական կետը սա է։ Սրան ենք, ուրեմն վստահ եղեք, որ ամեն ինչ փոխվել է, շատ բան է փոխվել է։ Միասնական դե կողքին ենք։ Եվ ասեմ մի բան, մենք այն ուժը չենք քաղաքական, որը գա եւ ասի զերոյական կետից եմ սկսում։ Որտե ես գիտեմ ինչ են ասում իմ մարդկանց։ Ով որ դպրոցում աշխատում կամ մանկապարտեզում կամ որևէ կապ ունի բյուջեի հետ, ասում են էսա անդիմությունը որ գա, Հայաստան դաշինքը որ գա, սա այն գործ ազատելու են։ Այ վերևի այդ քպականներին հայո ազատելու են։ Բայց այն քաղցարայողը, այն մարդը որ դպրոցում դարսատալի է, այն մարդը որ պետական համակարգում աշխատի պիտի ազատ։ Հակառակը, այդ մարդիկ ավելի պաշտպանված են զգալու իրենց։ Իրենց չեն գալու ասեն, դու եթե Facebook-ում ինչ-որ միտը լայք դնես, քեզ գործից կհեռացնենք։ Այդ մարդը ճնշված չի լինելու։ Մենք գալիս ենք նաև այդ մարդկանց ազատելու այս վիճակից։ Ու երբեք այդպիսի բաներ չենք արել։ Հիմա ես այդ մարդկանց էլ եմ հասկանում, հիմա Facebook-յան բանը մի հատ լայք դնելու համար մարդու կարան գործից ազատել։ Դպրոցի ուսուցիչին, մանկապարտեզի աշխատողն, լավ, գետինը չեք մտնում, ամոթ չեք անում։ Շնորհակալ եմ։ Մենք ուզում ենք, որ առաջվա խիստ նախագահը հետ գա։ Խիստ, բայց արդար։